Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում խաղի կանոներ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրերը Մարուսյա Միրզոյան, հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Հակոբ Մանուկյան, քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ 2026 թվականի հուլիսի 1-ից արդեն իսկ նոր օրենսդրական կարգավորումներ են լինելու սպառողների շահերի պաշտպանության ոլորտի վերաբերյալ, եւ դուք հանձնաժողովը հանդիպել եք բազմաթիվ տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների հետ, եւ կուզեմ նշեք, թե ինչ նոր մեխանիզմներ, կարգավորումներ են եւ ինչու են դրանք ստեղծվել, ինչ խնդիրներ են միտված լուծելու։ Տեսեք, ինչպես նշեցիք, ավանդույթի համաձայն հանձնաժողովը ցանկացած օրենսդրական փոփոխությունների գործընթաց զուգորդում է մինչև օրենքի ընդունումը տնտեսավար սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների հետ տետատետ ուղիղ աշխատանքով, ունենալով մի հիմնական նպատակ՝ բացատրել մեր գործընկերներին օրենսդրական կարգավորումների հիմնական բովանդակությունը, խորհուրդներ տալ կապված նրանց վարքագծի գործունեության հիմնական ուղղությունների հետ, ինչպես նաև ստանալ մտահոգող հարցեր կամ լսել այն ռիսկերը, որ տեսնում են տնտեսավար սուբյեկտները օրենսդրական փոփոխության մասին, որ հնարավոր է հանձնաժողովը կամ գործընկերները չէին տեսել։ Այս իմաստով, այս դեպքում էլ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունները բացառություն չեն։ Այս դեպքում մենք խոսելու ենք կրկին սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ, որովհետև ձեր տաղավարում բազմիցս քննարկել ենք, որ հանձնաժողովը ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում ձևավորում է սպառողների շահերի պաշտպանության միասնական համակարգ, որն իրենից առնվազն ենթադրում է մի քանի փուլ օրենսդրական փոփոխություններ, որոնցից առաջին փուլը, որը դեռ նախորդ տարի էր ընդունվել, արդեն ամբողջ ուժով եւ ամբողջ ծավալով գործածվում է, սկսած հանձնաժողովի որպես կենտրոնական մարմին գործառույթների կատարումից, այսինքն հանձնաժողովն էսպայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային մարմինը։ Վարչարությունը իրականացնում է մեր մարմինը, բողոքները հավաքագրում է մեր մարմինը։ Մինչև գնանշման կարգավորումներ, որոնք մեր դիտորդներն ու ընկերները երևի ամենահաճախն են տեսնում, երբ մտնում են օրինակ ինչ-որ սուպերմարկետ եւ տեսնում են մեկ միավորի գինը, դա երևի ամենակնառու փոփոխություններից մեկը, որը ունի հստակ նպատակներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք, նույնպես մտնում է սպառողների շահերի պաշտպանության համակարգի առաջին փուլի կարգավորումների մեջ։ Հիմա մենք գնում ենք այդ կարգավորումների երկրորդ փուլին, որի շրջանակներում տեղի ունեցել փոփոխություններ կապված առաջին հերթին համապատասխանության գնված ապրանքի համապատասխանության ինստիտուտի ամբողջականացման հետ։ Հայաստանի Հանրապետությունը իհարկե ուներ կարգավորումների շրջանակ կապված այդ ոլորտի հետ, երբ դուք վերադարձի իրավունք ունեիք, փոխարինման իրավունք ունեիք, վերանորոգման եւ այլն, բայց դրանց ամբողջականացումը եւ եվրոպական ստանդարտին, այսպես ասած, համապատասխանությունը տեղի ունեցավ այս օրենսդրական փոփոխությունների շրջանակներում։ Մյուս ուղղությունը, որ ներառում էր այս գործընթացը, կապված էր անարդար պայմանների հետ։ Կրկին մեր օրենսդրությունը ուներ որոշակի կետեր կապված պայմանագրերում անարդար պայմանների հետ, մենք դրանք լրամշակեցինք եւ ամբողջացրինք։ Երկու մյուս ուղղություններից առաջինը կապված էր համատական գովազդի հետ եւ մոլորեցնող գովազդի հետ, այսպես ասած, իսկ մյուս ուղղությունը հեռավար պայմանագրերի։ Երբ դուք օրինակ on-line եղանակով գործարք եք իրականացնում, ինչը փաստացի հեռավար պայմանագրի հնարավորություններ է ձևավորում, երբ օրինակ դուք բաժանորդագրվում եք ինչ-որ պլատֆորմի, այս ամենը հեռավար պայմանագրի բովանդակություն ունի եւ այս ոլորտում հարաբերությունների ամբողջական կարգավորումը նույնպես մեր նպատակներից էր։ Փաստացի այս 4 ուղղությունը դարձան մեր երկրորդ փաթեթի հիմնական բովանդակությունը եւ այս դեպքում կուզեի ընդգծել առաջին հերթին, որ դա թե եվրոպական կողմի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում կարևոր պարտավորությունների կատարումներ, թե մեր համար կարևոր փուլ էր եւ կարևոր ուղենիշ էր, որին երկիրը Հայաստանի Հանրապետությունը ինքնին ուզում էր հասնել որպես սպառողների շահերի պաշտպանության ամբողջական եւ էֆեկտիվ աշխատող համակարգ ունեցող երկիր։ Ու այս իմաստով վերադառնալով հարցի առաջին հատվածին, հանձնաժողովը այս փուլում կրկին իրականացրեց իր ուղիղ հաղորդակցությունը տնտեսավարող սուբյեկտների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների հետ, բերելով հստակություն նրանց համար հուլիսի 1-ից գործող նոր, այսպես կոչված խաղի կանոնների իմաստով։ Համապատասխանության վերաբերյալ հանձնաժողովը ինչ նոր մեթոդներ է մշակել, որ կօգնի արդեն սպառողների շահերի պաշտպանության ոլորտը բարելավելու։ Ինչպես գործընկերս նշեց, 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված եւ արդեն
հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների ուղղություններից մեկը ապրանքի համապատասխանության վերաբերյալ նոր կարգավորումների սահմանումն էր։ Այս առումով պետք է նշեմ, որ այս փոփոխության հիմնական նպատակը հետևյալն է՝ վաճառողի կողմից վաճառքի համված եւ հետագայում արդեն սպառողին փոխանցված ապրանքը համապատասխանի այն բոլոր օրենսդրական չափանիշներին եւ վաճառողի կողմից ներկայացված այն բոլոր պայմաններին, որոնք խոստացվել են։ Փորձեմ ներկայացնել ինչ հիմնական փոփոխություններ են նախատեսվել այս կարգավորումների շրջանակներում։ Առաջին հերթին օրենքը հստակ ամրագրում է այն չափանիշները, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որոնց պետք է համապատասխանի վաճառողի կողմից սպառողին վաճառվող ապրանքը։ Սահմանվել են երկու հիմնական խումբ չափանիշներ, սուբյեկտիվ չափանիշներ, որոնք վերաբերում են այն պայմաններին, որոնց շուրջ վաճառողը եւ սպառողը ձեռք են բերել համաձայնություն, եւ օբյեկտիվ չափանիշներ, որոնք թեև համաձայնության առարկան չեն կազմում վաճառողի եւ սպառողի կողմից ձեռք բերված համաձայնեցման, բայց օրենքով, օրենսդրական ստանդարտներով եւ մի շարք չափանիշներով պայմանավորված սպառողը ողջամտորեն կարող է ակնկալել վաճառողից, որ պետք է ապրանքը հանձնվի իրեն այդպիսին։ Անդրադառնամ սուբյեկտիվ չափանիշներին, առաջին սուբյեկտիվ չափանիշը այն է, որ սպառողին պետք է հանձնվի առողջարքի պայմանագրով սահմանված բոլոր պայմաններին համապատասխան ապրանք։ Օրինակ, պայմանավորվել եք, որ վաճառողը ձեզ տրամադրելու է օրինակ X քանակի ապրանք ըստ առողջարքի պայմանագրի, սակայն հետագայում ձեզ առաքվում է ոչ այն քանակի ապրանք, որը նախատեսվել էր։ Պայմանական ցանկանում եք ձեռք բերել 6 կտորից բաղկացած աթոռ, սակայն վաճառողը հետագայում ձեզ առաքում է ոչ ձեր պայմանավորվածությանը համաձայն, առաքում է 4 աթոռից բաղկացած հավաքածու։ Այս պարագայում մենք ունենք խնդիր եւ ունենք անհամապատասխանության դեպք, քանի որ վաճառողը առողջարքի պայմանագրով նախատեսված իր պարտականությունը չի կատարել։ Ընդ որում առողջարքի պայմանագրի պայմանները կարող են վերաբերվել տարբեր հարցերի՝ որակ, քանակ, ֆունկցիոնալություն, համատեղելիություն, փոխգործունակություն եւ ցանկացած այլ բնութագիր, որի շուրջ համաձայնություն է առկա։ Երկրորդ սուբյեկտիվ չափանիշը օրենքով ամրագրված այն է, որ պետք է ապրանքը համապատասխանի այն նպատակին, որի մասին սպառողը միջև առողջարքի պայմանագրի կնքումը հայտնել է վաճառողին, վաճառողն էլ տվել է իր համաձայնությունը։ Օրինակ, սպառողը վաճառողին հայտնել է, որ ցանկանում է ձեռք բերել համակարգիչ, որը թույլ կտա հետագայում գործարկել եւ աշխատել համապատասխան մասնագիտական կամ գրաֆիկական ծրագրերով։ Մինչդեռ երբ արդեն սպառողը ձեռք է բերում այդ ապրանքը եւ փաստացի սկսում է աշխատել համակարգչով, տեսնում է, որ նման մասնագիտական եւ գրաֆիկական լուծումներով համակարգիչը չի աշխատում։ Այս դեպքում էլ ունենք համապատասխանության երկրորդ սուբյեկտիվ պահանջի խախտում, որը նույնպես օրենսդրությամբ խնդիր է։ Մյուս սուբյեկտիվ պահանջը այն է, որ պետք է ապրանքը առաքվի իր բոլոր պարագաներով, համապատասխան թարմացումներով, բոլոր պարագաներով պետք է տրամադրվի, օրինակ սպառողը պատվիրել է օթորակիչ, իրեն առաքվել է օթորակիչը, սակայն առանց համապատասխան պարագաների, որոնց միջոցով տվյալ օթորակիչը կարող էր ամրացվել պատին։ Մյուս սուբյեկտիվ պահանջը այն է, որ պետք է ապրանքը տրամադրվի իր համապատասխան թարմացումներով, նախատեսված թարմացումներով։ Օրինակ, վաճառողը երաշխավորել է, որ իր սպառողի կողմից ձեռք բերված հեռուստացույցին, այսպես ասած, մատակարարելու է 3 տարի շարունակ թարմացումներ, որոնց միջոցով հեռուստացույցը կարողանալու է աշխատել համապատասխան ծրագրերով, որոնք առկա են այս պարագայում, սակայն իրականում այդ թարմացումները չեն տրամադրվում, արդյունքում հեռուստացույցը սկսում է չաշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեր թարմացումներով պայմանավորված։ Արդեն երկրորդ փուլ պահանջները վերաբերում են օբյեկտիվ պահանջներին, ինչպես նշեցի, դրանք սպառողի կողմից ողջամտորեն ակնկալվող պայմաններն են, օրինակ օրենսդրությամբ, ստանդարտներով, տեխնիկական կանոնակարգերով տվյալ ապրանքի համար սահմանված ստանդարտները, եթե դուք ձեռք եք բերում սառնարան, ողջամտորեն ակնկալում եք, որ այդ սառնարանը պատշաճ պետք է սառեցնի ապրանքը, մինչդեռ եթե նման գործառույթ չի կատարում սառնարանը, ստացվում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջի խախտումը առկա։ Մյուս օբյեկտիվ պահանջը այն է, որ պետք է ապրանքը
համապատասխանի այն նմուշին եւ նկարագրին, որը վաճառողի կողմից ցուցադրվել էր։ Այս պարագայում, եթե հետագայում ձեռք է բերվում ոչ այն նմուշին համապատասխան, որին համապատասխան ապրանքի ձեռքբերման որոշումը կայացվել էր, առաջանալու է անհամապատասխանության հարց։ Եվ արդեն վերջին երկու օբյեկտիվ պահանջները այն են, որ նախ ապրանքը պետք է առաքվի համապատասխան փաթեթավորմամբ եւ այլ պարագաներով, եթե սպառողը ձեռք է բերել այնպիսի օրինակ փխրուն ապակյա սպասք, որը ողջամտորեն ենթադրվում է, որ պետք է առաքվի համապատասխան փաթեթավորմամբ, որպեսզի առաքման ընթացքում չկոտրվի, ապա վաճառողը հենց այդ ակնկալիքին համապատասխան պետք է իրականացնի տվյալ ապրանքի առաքումը։ Եվ վերջին չափանիշը այն է, որ պետք է ապրանքը համապատասխանի բոլոր այն որակական, քանակական եւ այլ հատկանիշներին, որոնք սպառողը կրկին այս պարագայում ակնկալում է։ Սրանք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պահանջներն էին օրենքով սահմանված։ Մյուս ուղղությունը արդեն մյուս կարգավորումները վերաբերվում էին ժամկետներին։ Այդ ժամկետները մի քանի մասով է սահմանվել։ Առաջին հերթին հիմնական կարևորագույն դրույթը այն էր, որ եթե ձեռքաբերվել ապրանք, որը չի համապատասխանում իմ նշած բոլոր ստանդարտներին, սպառողը ունի 2 տարի ժամանակահատված, դրա հայտնաբերումից հետո ունի երաշխիքային ժամկետի 2 տարվա ժամկետ է սահմանվել երաշխիքային ժամկետի եւ այդ ամբողջ ընթացքում սպառողի կողմից խնդրի հայտնաբերման պարագայում կարող է դիմել վաճառողին։ Սակայն վաճառողին դիմելու ժամկետը այդ խնդիրը հայտնաբերելուց հետո 2 ամիս է, այսինքն եթե հայտնաբերեցիք, որ տվյալ ապրանքը լուրջ թերություն ունի, հայտնաբերման պահից 2 ամսվա ընթացքում պետք է դիմել գրավոր եղանակով վաճառողին։ Մյուս կարևոր փոփոխությունը այն էր, որ սահմանվել է, այսպես ասած, ապացուցման բեռը, թե այն դեպքերում, երբ որ համապատասխանությունը առկա, ով պետք է ապացուցի, որ այդ խնդիրը չի եղել առաքման պահին։ Կարևոր փոփոխությունը այն էր, որ առաջին 1 տարում այդ պարտավորությունը դրվել է վաճառողի վրա, այսինքն եթե խնդիրը արկա լինի եւ սպառողը դիմեց վաճառողին, ոչ թե սպառողը պետք է ապացուցի առաջին տարվա ընթացքում այդ երաշխիքային ժամկետի սպառողը պետք է ապացուցի, որ այդ խնդիրը իրականում առաքման պահին ա եղել, այլ վաճառողը։ Սրանք են հիմնական կարգավորումներն էին, առաքման ժամկետների եւ համապատասխանության հիմնական չափանիշների մասով։ Եվ փորձենք նաև ավելի մանրամասնել համապատասխանության վերացման պարտավորությունները եւ ժամկետները։ Օրինակ սպառողը կամ վաճառողը, երբ որ հայտնաբերում է ապրանքի անհամապատասխանություն եւ համապատասխանության հետ ինչ պետք է անել։ Գործընկերս նշեց, որ խոսքը գնում էր 2 տարվա ժամկետի մասին, ապրանքը ձեռք եք բերել, 2 տարվա ընթացքում այստեղ ընդգծենք կարևոր հանգամանք, որ ապրանքի բնույթը իհարկե նաև կարևոր է լինելու, տեխնիկապես ավելի կարճ ժամանակով օգտագործող ապրանքների դեպքում տրամաբանական է, որ 2 տարվա ժամկետի մասին խոսք չի կարող գնալ։ Եթե դուք հաշվառնելու որ օրենքի տարածումը շարժական ցանկացած ապրանքի մասին է, եթե դուք ձեռք եք բերել ծաղիկներ, օրինակ չի կարելի գնալ մի ամիս հետո ասել ծաղիկները չեն համապատասխանում ծաղիկների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պահանջներին, որովհետև տրամաբանական է, որ այդ ապրանքի կիրառման ժամկետը, այդ դեպքում մենք պիտանելիության մասին չենք խոսում, իր օգտագործման ժամկետը 2 տարվա մասին չէր։ Այս հարցի հետ կապված, այսինքն եթե մենք արդեն հայտնաբերեցինք անհամապատասխանությունը եւ հիմա մեր հիմնական նպատակը անհամապատասխանության վերացումն է, մենք այստեղ պետք է ամրագրենք մի կարևոր հիմնադրույթ, որը մենք մեր հանդիպումների ժամանակ էլ հատուկ ընդգծել ենք եւ կուզեմ, որ լայն հասարակությունը նույնպես այդ միտքը ամրագրի իր պատկերացումների մեջ։ Հայաստանի Հանրապետության համար տնտեսական ազատությունը, տնտեսական գործունեության ազատությունը հիմնարար կետ է, հիմնարար գաղափար է։ Եվ այդ գաղափարի շրջանակներում պետական ցանկացած նոր վարչարություն կամ պետական ցանկացած կանոն փորձելու է հավասարակշռել տնտեսական ազատությունն ու տնտեսական գործունեության ազատությունը, օրինակ այս դեպքում սպառողների շահերի պաշտպանության հետ։ Ու սա այն մտահոգության փարատումն է, որ տնտեսվարող սուբյեկտները շատ հաճախ բարձրաձայնում են, որ հավելյալ սպառողական պաշտպանության մեխանիզմները իրենց ամբողջ ծանրությամբ նստելու են տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, այսպես ասած, հավելյալ բեռ են դառնալու տնտեսական գործունեության համար, ու այստեղ մենք հենց այս մեխանիզմներով կապված համապատասխանության վերացման հետ, մենք փորձում ենք առաջին հերթին նվազեցնել այդ
հարաբերություններում հնարավոր ծախսերն ու հնարավոր բարդությունները տնտեսական սուբյեկտների համար եւ հավասարակշռել համ սպառողի պաշտպանությունը, համ տնտեսական ազատությունը։ Դե առաջին հերթին արդեն գործընկերս նշեց, որ եթե օրինակ երկրորդ տարվա ընթացքում խնդիրն առաջանա, պարտավորությունը ապացուցելու թե որտեղից էր խնդիրն առաջացել եւ որ դա արտադրական խնդիր էր, ոչ թե սպառողի օգտագործման հետևանքով առաջացած խնդիր էր, արդեն սպառողինն է, ոչ թե վաճառողինը։ Այսինքն այստեղ պարտավորության եւ պատասխանատվության արդեն բաշխում կար։ Բայց ենթադրենք, որ մենք ողջել ենք, որ խնդիրը կապված է իրոք արտադրական գործընթացի հետ, դուք մոտեցրեցիք ապրանքը, բարձեցինք իրոք սարքինչի եւ դա գործարանային խնդիր էր։ 5 հիմնական ուղղություն կա խնդրի լուծման։ Առաջինը ապրանքի անհատույց վերանորոգումն է։ Երկրորդը նմանօրինակ ապրանքով փոխարինումը, երրորդը այլ ապրանքով փոխարինումը, չորրորդը գնի համաչափիչեցումը եւ հինգերորդը պայմանագրի խզումը։ Այս բոլոր կետերն իրականում բաց ընտրության հնարավորության դաշտով են մշակվել, այսինքն սպառողի ընտրությունը այստեղ հնարավոր է, բայց օրենսդրությունը ինքնին որոշակի կետերում հստակեցնում է, թե որ դեպքում որ կետի կիրառումը կլինի տրամաբանական։ Սկսենք օրինակ վերանորոգումից։ Վերանորոգման դեպքում օրենսդրությունը սահմանում է հստակ կետեր։ Թե ինչ եղանակով դա պետք է իրականացնել։ Վերանորոգման եւ ապրանքի փոխարինման ընտրության միջև հստակ ամրագրվում է, որ սպառողը երբ ընտրություն կատարի օրինակ նոր թեյնիկ վերցնել, թե թույլ տալ, որ տնտեսական սուբյեկտը թեյնիկը վերանորոգի, պետք է հաշվի առնի նաեւ վաճառողի համար հավելած ծախս ստեղծելու գաղափարը։ Որտեւ եթե պարզվի, որ օրինակ թեյնիկի փոխարինումը զգալի ավելի մեծ ծախս է ստեղծելու տնտեսական սուբյեկտի համար, որովհետեւ օրինակ չարկա չէ օրինակ այդ տեսակի կամ այդ մոդելի թեյնիկը, որի համար օրինակ շատ երկար ժամանակ է անհրաժեշտ լինելու եւ տնտեսական սուբյեկտը անհամաչափ մեծ ծախսեր պետք է կատարի ի համեմատ օրինակ վերանորոգման, երբ մենք նույնական արդյունք ենք ստանում, հա, սպառողի համար։ Սպառողը այս ամենը հաշվի առնելով պետք է որոշում կայացնի գնալ փոխարինման թե վերանորոգման եւ ավելին պետք է անպայման հաշվի առնի, որ եթե նա չի դիտարկում այս հանգամանքը, վաճառողը գործողությունը կատարելուց, այսինքն համապատասխանության վերացման գործողության չկատարման հնարավորություն ունի, այսինքն նա ուղղակի կարող մերժի ձեր դիմումը, եթե դուք հաշվի չեք առել, որ այն ընտրությունը, որ դուք կատարում եք, ստեղծում է անհամաչափ մեծ ծախսեր վաճառողի համար։ Այս առաջին կետում։ Հիմա վերադառնալով հենց վերանորոգման հարցին։ Վերանորոգման մասով նաև ոնց որ հակառակ կողմը, սպառողի պաշտպանության մեխանիզմն ինչու՞մն է։ Սահմանված է հստակ ժամկետ։ Վաճառողն ունի 20-օրյա ժամկետ, դա ստանդարտն է, եւ կապված ապրանքից հնարավոր է այլ համաձայնություն սպառողի հետ, բայց սպառողի համաձայնությամբ։ Երբ օրինակ տեխնիկական տարբեր դետալների պատճառով գործընթացը կարող է ավելի երկար տևել։ Վերանորոգման ժամանակ ամրագրված է նաև շատ կարևոր կետ, կապված նրա հետ, որ եթե ձեզ ոչ սարքին դետալի վերանորոգման համար անհրաժեշտ է փոխարինել նաև էսմային աշխատող դետալները, այդ ամենը տեղի ունենում վաճառողի հաշվին։ Այսինքն վաճառողը իրավունք չունի, օրինակ դուք մոտեցրեցիք ինչ որ էլեկտրոնային տեխնիկա եւ ինքը ասեց, գիտեք ինչ կա, ձեր օրինակ այդ էլեկտրական տեխնիկայի մեջ փչացել է այս դետալը, բայց մինչեւ ես հասնեմ այդ դետալին պետք է փոխարինեմ այս 4-ը։ Վճարեք խնդրում եմ այս 4 դետալի համար եւ ես կվերացնեմ այն անհամապատասխանությունը, որ ես առաջացրել էի։ Ոչ։ Բոլոր դետալների փոխարինումը ամբողջովին վաճառողի պատասխանատվությունն է։ Երկրորդ ուղղությունը, այսինքն եթե օրինակ ստեղծվեց իրավիճակ, երբ մենք գնացել ենք փոխարինման։ Փոխարինման համար սահմանված է 7 օրյա ժամկետ, կերկին եթե ապրանքի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, այդ ժամկետը կարող ավելի երկար լինի, օրինակ 20 օրյա ժամկետ, սպառողի հետ համաձայնության պայմաններում։ Կարևոր ընդգծում։ Երկու դեպքում էլ, թե փոխարինման, թե վերանորոգման դեպքում, տնտեսավարող սուբյեկտը պարտավորվում է ժամանակավոր օգտագործման համար տրամադրել սպառողին համապատասխան ապրանքից ինչ որ տարբերակ։ Այսինքն դուք մոտեցրել եք ապրանքը, որ այդ ապրանքը վերանորոգվի կամ այդ ապրանքը փոխարինվի, որոշ ժամանակ դուք չեք ունենում այն ձեռք բերած ձեր ապրանքը, որը պետք է օգտագործեիք, դրա ժամանակավոր օգտագործման համար ինչ որ մոդել ձեզ պետք է տրամադրվի։ Կառավարությունը այս դեպքում էլ սահմանում է հստակ ցանկ, որ ապրանքների դեպքում դա չի կիրառվում, ու այդ ցանկը հրապարակային է, կառավարության որոշմամբ սահմանված է։ Այսինքն ինչ ստացվեց։ Ֆիքսեցինք, որ կար վերանորոգում, կար փոխարինման ինստիտուտներ։ Հիմա գնանք առաջ, կար գնի իջեցում։ Որ դեպքերում մենք կարող ենք գնանք գնի իջեցման։ Օրենսդրությունը կրկին ֆիքսում է, որ իհարկե դուք ունեիք ազատ ընտրություն, բայց գնի իջեցման կարելի է գնալ, եթե դուք արդեն փորձել եք վերանորոգել ապրանքը կամ փոխարինել եւ ինչ որ խնդիր է առաջացել։ Այստեղ կարևոր գաղափար կար դրված հիմքում, որ մենք փորձում ենք ինչ անել։ Օրինակ, դուք մոտեցաք թեյնիկով, ասացին կվերանորոգենք, վերանորոգեցին, մի ամսից հետո դուք նորից այդ նույն խնդիրն եք ունենում թեյնիկի հետ։
Ստացվում է, որ դուք նորից պետք է մոտենաք, նորից սկսենք քննարկել վերանորոգումը ու արդյունքում 2 տարվա օգտագործման ժամանակ դուք կեսը անցկացնելու եք այդ վերանորոգող վարպետի հետ շփման շրջանակներում։ Ու որ այս խնդիրը չառաջանա, եթե վերանորոգման անհամապատասխանության խնդիրը կրկնվող է, այս դեպքում դուք կարող եք մոտենաք, ասեք, գիտեք, ինչ կա, մենք եւս մեկ անգամ չենք այս շրջափուլը պատտելու կապված վերանորոգման կամ փոխարինման հետ, ինձ պետքա գնի համաչափ իջեցում։ Այս դեպքում վաճառողը ձեզ պետք է առաջարկի գնի նվազեցում այնքանը, որքան նվազել է ապրանքի հիմնական արժեքը։ Եթե ապրանքը կիրառելի է դեռ, բայց ինչ որ ֆունկցիա օրինակ հնարավոր չի կատարել, այդ դեպքում համարժեքորեն իջնում է, ձեզ վերադարձում է գումարի այդ հատվածը։ Եվ ծայրահեղ կետը, այսպես ասած, հա, տնտեսվարող սուբյեկտի տեսանկյունից ամենառիսկային կետը պայմանագրի խզումը։ Երբ դուք ուղղակի վերադարձնում եք ապրանքը, հետ եք ստանում ձեր գումարը։ Այս կետին օրինակ չի կարելի դիմել, էլի օրենսդրությունը հստակ ամրագրում է աննշան խնդիրների դեպքում։ Խնդրի աննշանությունը ապացուցում է վաճառողը, բայց գաղափարը այստեղ կրկին վաճառողին հավելյալ պաշտպանության մեխանիզմ տրամադրելն է, որ չունենանք իրավիճակ, որտեղ սպառողը իրավունքի չարաշահմամբ ուզում է փոքրիկ օրինակ, չգիտեմ, խազի դեպքում կամ փոքրիկ անսարկության դեպքում, որը հեշտ կարգավորել է 2-3 օրվա ընթացքում, խզել պայմանագիր ընկերության հետ։ Ու ընկերությունը ունենա այդ վնասները։ Այսինքն մենք ունենք 5 ուղղություն, որոնք իրենց մեջ ներառում են հնարավոր բոլոր ձեր փոխհարաբերությունները համապատասխանության վերականգնման իմաստով, բայց իրենց մեջ մշակված մեխանիզմներն ապահովում են նաև տնտեսավարող սուբյեկտի համար բավարար հիմքեր պաշտպանության մեխանիզմների, որպեսզի սպառողը չփորձի չարաշահել իր իրավունքները։ Եվ անդրադառնանք նաև արդեն այս ամենից զատ համեմատական եւ մոլորեցնող գովազդին, որի մասին ձեր գործընկերը ամենասկզբում 2 բառ ասաց, ինչ նոր կարգավորումներ կան այս ոլորտի հետ կապված։ Պետք է նշեմ, որ երկրորդ արդեն փաթեթի շրջանակներում երկրորդ օրենքը, որը փոփոխության ենթարկվեց, գովազդի մասին օրենքներ, գովազդի մասին օրենքում նախատեսված փոփոխությունները հիմնականում վերաբերվում էին այսպես ասած համեմատական գովազդին, մոլորեցնող գովազդի դեպքերին եւ այն դեպքերին, երբ համեմատական գովազդը համարվում է թույլատրելի, օրենքում սահմանվել է թե որոնք են մոլորեցնող գովազդը, այսինքն մոլորեցնող գովազդի հասկացությունը, ինչպես նաեւ համեմատություններ պարունակող գովազդի հասկացությունը, ըստ օրենքի կարգավորման մոլորեցնող է հանդիսանում ցանկացած գովազդ, որը իր մեջ պարունակում է ոչ ստույգ, հավաստի, կեղծ, աղավաղված տեղեկատվություն եւ այդ տեղեկատվությունը կարող է վերաբերվել ինչպես տվյալ սուբյեկտին, նրա կողմից առաջարկվող ապրանքներին, ծառայությանը, ապրանքի բնութագրերին, ապրանքի ծագմանը եւ մի շարք այլ բնութագրերի, որոնց մասով կեղծ տեղեկատվություն է ներկայացում սպառողին եւ դրա հիման վրա ազդելով սպառողի վրա կարող է ազդեցություն ունենալ նրա տնտեսական վարքագծի վրա եւ հետագայում ստիպել ձեռք բերել համապատասխան ապրանքը, որը առաջարկում է տվյալ տնտեսվարող սուբյեկտը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ այս փոփոխությունները վերաբերում էին ոչ միայն այն դեպքերին, երբ փաստացի կեղծ տեղեկատվություն է ներկայացում, այլ նաեւ երբ տեղեկատվությունը թեև ճիշտ է, բայց դրա ներկայացման եղանակը այնպիսին է, որ կարող է ցույց տպավորություն ստեղծել սպառողի մոտ։ Փորձեմ բերել օրինակներ, հա, այս երկու դեպքերի հետ կապված։ Առաջին օրինակը, երբ օրինակ ձեզ գովազդի միջոցով, սպառողին գովազդի միջոցով հայտնում են, որ տվյալ ապրանքը իրեն տրամադրվելու է առաքմամբ, սակայն հետագայում պարզվում է, որ իրականում առաքումը տեղի կունենար այն դեպքերում, երբ 30,000 դրամից ավելի գնումներ կատարվեր։ Սա մոլորեցնող գովազդի օրինակ է, իսկ այնպիսի օրինակ, երբ թեև տեղեկատվությունը ճիշտ է, սակայն ցույց տպավորություն է ստեղծում սպառողի մոտ, կարող է լինել այնպիսի գովազդներ, երբ պայմանական ձեզ հայտնում են հիմնական տեղեկատվությունը, բայց օրինակ ներքևում ներկայացված է տեղեկատվության մի հատված, որով պայմանավորված տվյալ գովազդի ողջ էությունը փոխվում է։ Պայմանական ասում են 0% վարկ, բայց իրականում գովազդի ներքևի հատվածում շատ մանր տառերով գրված է, որ առկա են սպասարկման վճարներ, միջնորդավճարներ, թեև այս պարագայում իրոք ներկայացված է ամբողջ տեղեկատվությունը, բայց այնպես է ներկայացված, որ սպառողը սխալ տպավորություն է ստանում տվյալ գովազդից։
Մյուս հասկացությունը, որը սահմանվեց, դա համեմատություններ պարունակող գովազդներ, համեմատություններ պարունակող գովազդը այն գովազդն է, որտեղ հիշատակվում է մրցակցի անվանումը կամ մրցակցի կողմից առաջարկված ապրանքները եւ ծառայությունները։ Այստեղ օրենսդիրը սահմանել է, որ համեմատություններ պարունակող գովազդը ոչ միշտ է արգելված եւ սահմանել են բոլոր դեպքերը, երբ համեմատություններ պարունակող գովազդը կարող է լինել թույլատրելի ու հստակ սահմանվել են այդ չափանիշները, երբ է համարվում, այսպես ասած, համեմատություններ պարունակող գովազդը թույլատրելի են դեպքերում, երբ այն մոլորեսնող չէ, այդպիսի օրինակ կարող է լինել, երբ պայմանական հայտնում է սուբյեկտը, որ իր կողմից առաքվելու է 100 մեգաբայթ ինտերնետ, բայց իրականում հետագայում առաքվում է 50 մեգաբայթ ինտերնետ, այսինքն սպառողին այս դեպքում մոլորեցրել են գովազդի միջոցով։ Մյուս դեպքը, երբ գովազդը չի կարող համարվել թույլատրելի, այն դեպքերն են, երբ գովազդը պարունակում է համեմատություններ, որոնք ստուգելի եւ օբյեկտիվ չեն, այսինքն ներկայացնում է, որ ապրանքը ամենավորակյալն է, մինչդեռ տնտեսվարող սուբյեկտը չունի համապատասխան տվյալներ, ուսումնասիրություն, շուկայի ուսումնասիրություն, որը թույլ կտա իրոք ենթադրել ստուգելու չափանիշներ, որոնք թույլ կտան ենթադրել, որ այս ապրանքը իրոք շուկայում ամենավորակյալն է։ Մյուս պայմանը այն է, որ համեմատությունները չպետք է, այսպես ասած, վերաբերվեն միևնույն կարիքները չբավարարող ապրանքներին։ Գովազդվում է օրինակ բարձր դասի հեռախոսը ավելի ցածր էժան գնով հեռախոսի հետ, այդպիսի դեպքերը խնդիր է, քանի որ այստեղ համեմատության եզրերը ոչ տեղին են։ Եվ մյուս պայմանը այն է, որ չպետք է շփոթություն առաջացնի տվյալ տնտեսվարող սուբյեկտի եւ նրա մրցակիցների միջև, այդ գովազդը, որը ներկայացվում է։ Ու օրենքով այստեղ հստակ սահմանվել է ողջ ցանկը, թե որ դեպքերում տվյալ գովազդը չի համարվի թույլատրելի, իհարկե համեմատություններ պարունակող գովազդը, եւ դրանով պայմանավորված կհորդորենք տնտեսվարող սուբյեկտներին վերանայել իրենց գովազդները, քանի որ այս պարագայում շատ են լինում դեպքեր, որ տնտեսվարող սուբյեկտները համեմատությունները կատարում են ծանոթ չլինելով օրենսդրական փոփոխություններին, ուստի կհորդորենք ավելի մանրամասն ուսումնասիրել եւ հասկանալ, թե որ դեպքերում իրենց կողմից կարելի կլինի, այսպես ասած, գովազդներում օգտագործել համեմատություններ։ Եվ ընդհանրացնելով այս օրենսդրական փոփոխությունների ամբողջությունը, ինչ խորհուրդ կտաք մեր սպառողներին, որպեսզի չբախվեն այս խնդիրներին եւ դիմեն այս օրենսդրական կարգավորումների օգնությանը։ Առաջինը եւ երևի ամենակարևորը, որը կապված է պետական վերահսկողական գործիքների էֆեկտիվ աշխատանքի հետ, պետք է հորդորեն սպառողներին պահպանել ցանկացած գնումը հավաստող փաստաթուղթ, առաջին հերթին իհարկե խոսքը ՀԴՄ կտրոնների մասին է, եւ իհարկե պայմանագրերի մասին, եթե գործակը տեղի ունեցել նաեւ պայմանագրային հիմքերով։ Ցանկացած փաստաթուղթ, որը որ հավաստում է ձեր գնման գործընթացը կամ այն պայմանավորվածությունները, որ դուք ունեցել եք վաճառողի հետ, հետագայում ձեր գործիքն է, ձեր վահանն է, ձեր սեփական իրավունքների պաշտպանության ժամանակ։ Երկրորդը, երբ դուք արդեն նկատում եք, որ դուք ունեք խնդիր ձեր իրավունքների հետ, հորդորում եմ մեր բոլոր սպառողներին դիմել հանձնաժողովի կայք էջով competition.am կայքով սպառողի օգնական գործիքի միջոցով հանձնաժողովին։ Հանձնաժողովը, ինչպես ես ամենասկզբում նշեցի, հանդիսանում է նաև կոնտակտային մարմինը Հայաստանի Հանրապետություն սպառողների շահերի ոլորտում։ Այսինքն անգամ այն դեպքում, երբ որ խնդիրը չէր վերաբերելու հանձնաժողովին կամ դուրս էր լինելու հանձնաժողովի լիազորության դաշտից, հանձնաժողովը ինքը արդեն կփոխանցի այլ պետական մարմիններին, գործընկերներին, իսկ այս դեպքում սպառողի օգնականի դեպքում առաջին հերթին կապահովի այն կամուրջը ձեր եւ տնտեսավարող սուբյեկտի միջև, որpեսզի դուք ձեր խնդրի լուծումը ստանաք հնարավորինս արագ ժամանակահատվածում։ Անհրաժեշտություն չունենաք այցելել օրինակ խանութ սրահ, անհրաժեշտություն չունենաք օրինակ շփվելու ուղիղ տնտեսավարող սուբյեկտի հետ։ Ուղղակի մուտք եք գործում մեր կայքեջ եւ սպառողի օգնական գործիքի միջոցով լրացնում եք ձեր բողոքը կոնկրետ օրինակ, չգիտեմ, կահույքի խանութի, տեխնիկայի խանութի, սուպերմարկետի կամ ցանկացած այլ տնտեսավարող սուբյեկտի հետ կապված հարաբերությունների վերաբերյալ եւ ձեր բողոքը անմիջապես ուղարկվում է տնտեսավարող սուբյեկտին հանձնաժողովի կողմից, նշումով որ հանձնաժողովի կողմից է ներկայացվում եւ 14 օրաժամկետում խնդիրների դեպքում բազում խնդիրներ մենք այս պայծրությամբ արդեն ունենք լուծված, որտեղ հարթակը գործում է 1 տարուց ավել, մենք ունենք միլիոնավոր դրամների փոխհատուցման դեպքեր եւ մենք ունենք
արդեն հարյուրներով հաշվարկվող լուծված խնդիրներ մեր սպառողների, ովքեր դիմել են հանձնաժողովի միջոցով եւ ընդամենը 10 օրում, 14 օրում իրենց խնդրի լուծումը ստացել են։ Այսինքն եթե դուք ունեք այս պայծրությամբ խնդիրը արդեն, կխնդրեմ ձեր խնդիրը ներկայացնել սպառողի օգնական գործիքի միջոցով։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայ Աստոյանում կհանդիպենք